Անկերեջան բարի օր բոլորին, եկել եմ երկու բառ ասեմ հայ կեղտոտ ու տականք տեսակից ու ոչ միայն հայի տեսակից, այլ մնացած ազգերից, ովքեր որ կարող են մեկնաբանության դաշտերում նման մեկնաբանություն թողնել ու ինքնահաստատվել մեկնաբանությունների միջոցով։ Ուրեմն վերջին շրջանում շատ եմ նկատում, որ Վալբերիսում վաճառողները ունեցել են բազում կորիստներ ֆինանսական, իսկ պատերազմական իրավիճակի մասն է։ Գիտեք, դա կապ չունի, կլինի Հայաստանում, կլինի այլ երկրներում, պատերազմը ոչ մի սովորական քաղաքացու ինչ որ օգուտ չի տալիս, դա կլինի սահմանների առումով, դա ընդհանրապես օգուտ չի տալիս։ Դա միշտ հիշեք։ Պատերազմական իրավիճակում միայն տուժում են թե ֆինանսապես, թե հոգեպես, թե մարդկային կորուստներով, թե ծանր վիրավորումներ, թե հաշմանդամություններ ունեն միայն սովորական քաղաքացիները։ Ու տեսնում եմ վերջին շրջանում, որ շատ սելերներ տեսանյութ են տեղադրել, որ Վալբերիսում իրենց ամբողջ տարվա աշխատանքը, իրենց եկամուտը, իրենց անքուն գիշերները հավասարվել են մեկ օրվա ընթացքում 0 են հավասարվել ու դարձել են փոշի։ Ու տեսնում ես մեկնաբանության դաշտում լավ ա եղել, մեկնաբանություն են թողել ու գրել են լավ ա եղել, որ փոշիացել է, լավ ա եղել, դուք վերջապես պետք է հասկանաք, որ ռուսից օգուտ չկա։ Լուրջ դուք մտածում եք, որ ձեր մեկնաբանություն թողնելը կամ այդքան կարևորություն է նշանակում, չէ, դուք ուղղակի ցույց եք տալիս ձեր վիժվածք տեսակը, ցույց եք տալիս ձեր կեղտոտ տեսակը։ Նման մարդիկ ընդհանրապես պետք է գոյություն չունենան անգամ, պիտի հավասարվեն հողին ու հավասարվեն 0-ին, ավելի լավ է չունենանք նման քաղաքացիներ, քան նման ապրելակերպով, նման տականք հոգեբանությամբ մարդիկ լինեն մեր հասարակության մեջ։ Ու գիտեք, այստեղ նաև մեկ բան կարող եմ նշել, որ շատ մարդիկ, ովքեր որ վաճառում են Վալբերիս հարթակում, fake էջերով են մտնում ու տես նամակներ թողնում, որ մնացած սելերներն էլ հիասթափեն այս ամեն ինչից, կոտրվեն ու դուրս գան։ Իմացեք, որ դուք եթե անգամ այդ fake էջերով եք մտնում ու մեկնաբանություն թողնում, որ լավ ա եղել, սենց ա եղել, հենց ա եղել, դուք ուղղակի վիժվածք եք, ովքեր կտեսնեն այս տեսանյութը ու իրենց թեկուզ ներսում կհասկանան, որ դուք իրանք գոնե մեկ անգամ գրել են տես մեկնաբանություն, իմացեք, որ դուք վիժվածքի ծնունդ եք, դուք ընդհանրապես մարդ կոչվելու իրավունք չունեք, որտեղ դուք ուրախանում եք ուրիշի ողբերգության վրա, դուք ուրիշի դժբախտություն համարում եք ձեր սեփական էգոն բավարարելու միջոց։ Լավ եղեք, բոլորիդ լավ օր եմ աղթում, իսկ եթե կտեսնենք նման մեկնաբանություններ, ընդհանրապես չմտածեք, արխային մտեք ու գրեք, որ դուք վիժվածքի ծնունդ եք, որովհետև մարդու դժբախտության վրա ուրախանալը դա խոսում է միայն մարդու տականք տեսակի մասին։